Այսօր Նինո Օբա է, Նինոյի օրը, Շիո երրորդ պատրիարքը տոնական պատարագ է մատուցել Փարվանա լճի մոտակայքում, դա հենց այն վայրն էր, որտեղ Սուրբ Նինոն արշալույսին մտել է Վրաստան եւ նրան դիմավորել է ամբոխը։ Հենց Կապադովկիայի կույսի քարոզարշավն էր, որ հանգեցրեց քրիստոնեության պետական կրոնի հռչակմանը։ Երկիրը նշում է այս կարևոր իրադարձության 1700-ամյակը։ Մամուկամ Դինարաձեն հայտարարում է Մեսսիայում ապօրինի կրիպտոմայնինգի դեմ աշխատանքների մեկնարկի մասին։ Նրա խոսքով նպատակն է կանխել էներգետիկ ոլորտին վնասակար ապօրինի գործունեությունը։ Նրա խոսքով այս խնդրի պատճառով տարածաշրջանի էլեկտրահաղորդման գծերը մշտապես գերբեռնված են եւ մեծ քանակությամբ էլեկտրաէներգիայի ապօրինի սպառումը զգալիորեն վնասում է երկրի էներգետիկ ոլորտին, բացի դրանից նաեւ Մեսսիայի տեղի բնակչությանը եւ մասնավոր հատվածին։ Հատելության խոսքի դեմ պայքարի նորաստեղծ բաժինը մեկնարկում է իր աշխատանքը։ Այս բաժինը մտնում է ներքին գործերի նախարարության մարդու իրավունքների պաշտպանության բաժնի ենթակայության տակ։ Դրա հիմնական գործառույթներն ու պարտականությունները կլինեն հրապարակայնորեն տարածված վիրավորական եւ մարդկային արժանապատվությունը վիրավորող հայտարարությունների, ինչպես նաեւ հատելության խոսքի մոնիթորինգը եւ հայտնաբերումը, որոնք պարունակում են Վրաստանի վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսված օրենքի խախտման նշաններ։ Սկզբնական փուլում բաժինը կունենա 10 աշխատակից, նրանք կաշխատեն երկրում արդեն գործող օրենսդրական շրջանակներում։ Լրտեսության գործով կալանավորված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք։ Գործը վերաբերում է Եվրասիա ինստիտուտ ոչ կառավարական կազմակերպության հիմնադիր եւ ղեկավար Գուլբադ Ցխիլաձեին եւ քաղաքացիական լսումների Կովկասյան կենտրոնի հիմնադիր Իրակլի Չիխլաձեին։ Նրանք չեն ընդունում իրենց մեղքը, դատավարությունը անցել է դռնփակ ռեժիմով, իրավաբանները մեղադրանքները անհեթեթ են համարում։ Դատախազության տվյալներով գործում կան բազմաթիվ ուղղակի ապացույցներ։ Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով։ Մեղադրանքի ճանաչման դեպքում նրան սպառնում է 8-ից 12 տարի ժամկետով ազատազրկում։ Վրաստանի խորհրդարանի մշտական պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին։ Նստաշրջանը, որը սկսվել է Վիլնյուսում մայիսի 30-ին, կտևի մինչև հունիսի 1-ը, քննարկվել է Ռուսաստանից բխող հիբրիդային եւ ավանդական սպառնալիքները, Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիան եւ դրա հետևանքները դաշինքի համար, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների դիմադրողականության ամրապնդումը։ Հատուկ ուշադրություն է դարձվել մարտադաշտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը։ Վրաստանի պաշտպանության նախարարը հյուրընկալել է իր ադրբեջանցի գործընկերոջը, կողմերը քննարկել են երկկողմ տարածաշրջանային եւ միջազգային համագործակցության տարբեր հարցեր։ Առերես քննարկումից հետո պատվիրակությունների միջև տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում։ Նրանք քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված հարցեր։ Դրանց թվում են ռազմական կրթությունը, սոցիալական եւ հոգեբանական աջակցությունը, ինչպես նաեւ բազմակ զորավարժությունների համատեղ մասնակցությունը։ Ուշադրությունը կենտրոնացել է պաշտպանության ոլորտում Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համագործակցության ձևաչափի վրա։ Պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի պաշտպանության նախարարը ծաղկեպսակ է դրել հերոսների հուշահամալիրին։ Բոլնիսում մայրը սպանել է իր 7-ամյա որդուն, դեպքը տեղի է ունեցել գիշերը գյուղերից մեկում։ Կինը սառը զենքով դանակահարել է մանկահասակ երեխայի կրծքին, երեխան մահացել է տեղում։ Հարևանների խոսքով երիտասարդ կինը ամուսին եւ 3 երեխա ուներ, նրա ամուսինը արհեստավոր էր եւ աշխատում էր հարևան շրջանում եւ միջադեպի պահին տանը չի եղել։ Ըստ հաղորդագրությունի դեպքից հետո կինը նաեւ ինքնասպանության փորձ է կատարել։ Նա այժմ գտնվում է կալանավայրում, հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն։ Վրաստանում ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվել է դեռահասների համար նախատեսված ծխախոտի դեմ պայքարի արշավով։
Միջոցառման հիմնական ուշադրության կենտրոնում էր երիտասարդների շրջանում իրազեկության բարձրացումը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության այս տարվա արշավի գլխավոր ուղերձն էր գրավչության բացահայտումը, պայքար նիկոտինի եւ ծխախոտային կախվածության դեմ։ Նրանք նաեւ քննարկել են Վրաստանի ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային միանալու 20-ամյակը։ Թիվ 100 հանրային դպրոցի աշակերտները այցելել են Վրաստանի առաջին ալիք։ Աշակերտների համար նախատեսված էքսկուրսիան խորհրդանշականորեն նշվել է երեխաների միջազգային օրը։ Թիվ 100 դպրոցի 7-րդ, 9-րդ եւ 10-րդ դասարանցիները այցելել են ժամանակակից եւ միջազգային չափանիշներին համապատասխան հագեցած ստուդիաներ։ Մեդիագրագիտության զարգացումը խթանելու նպատակով առաջին ալիքը պարբերաբար անցկացնում է էքսկուրսիաներ, որոնք ուսանողներին եւ աշակերտներին հնարավորություն է տալիս մոտիկից ծանոթանալ լրատվամիջոցների աշխատանքային գործընթացին։ Մայիսի 31-ին Թբիլիսիի Մեյդան թաղամասում մեծ հանդիսավորությամբ անցկացվեց Սայեդ Նովոյին նվիրված ավանդական վարդատոնը, որն այս տարի նշվեց 112-րդ անգամ։ Տոնական միջոցառումը մեկնարկեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Բաքում, որտեղ մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին մեծ աշուղի շիրիմին, հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։ Այսօր մենք հավաքվել ենք նշելու Վարդատոն 2026-ը, Վարդատոնը մեզ համար թիֆլիսահայերիս համար եւ ոչ միայն հայության համար շատ կարեւոր միջոցառումն է, քանի որ մեծն Սայեդ Նովայի հիշատակի նրա ստեղծագործությանը նվիրված միջոցառում է եւ արդեն այս Թբիլիսիում 112-րդ անգամ է նշվում այս տոնը, նախաձեռնվել է ժամանակին Հովհաննես Թումանյանի եւ Յոսեփ Գրիշաշվիլիի կողմից եւ շատ լավ ցույց է տալիս հայ մշակույթի դերն ու տեղը Վրաստանի բազմազան մշակույթի մեջ։ Բացման արարողության ընթացքում ներկաներին ողջունեց Վիրահայերի միություն հասարակական կազմակերպության նախագահ Մարիա Ռաքելովան։ Շնորհավորական խոսքերով հանդես եկան Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը, խորհրդարանի առաջին փոխնախագահ Գյորգի Վոլսկին, Թբիլիսիի Սագրապոլոյի անդամ Թինաթին Նիբլոշվիլին, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին եւ գրող Ռուզաննա Հովասափյանը։ Վարդատոնը հավասարապես կարևոր է ինչպես հայ, այնպես էլ վրացի ժողովրդի համար։ Մայրաքաղաքի, քաղաքապետարանի եւ քաղաքային խորհրդի աջակցությամբ այս նախագիծն իրականացվում է նաեւ այս տարի։ Նման նախաձեռնությունների աջակցությունը չափազանց կարևոր է մեր բազմամշակութային եւ բազմազգ քաղաքի համար, քանի որ դրանք նպաստում են ժողովուրդների միջև բարեկամության, փոխըմբռնման եւ մշակութային արժեքների պահպանմանը։ Մշակութային ծրագրի շրջանակներում ելույթ ունեցան Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային նվագարանների պետական նվագախումբը։ Մենք արդեն 3-րդ տարին է, որ մասնակցում ենք Վարդատոնին, ինքը բավականին լավ ավանդույթ է, քանի որ Թումանյանն է հիմքը դրել 112 տարի առաջ ու Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը արդեն 3-րդ տարի ներկայանում է այս միջոցառմանը։ Շատ արդեն կապվել ենք 3 տարի թե կազմակերպիչների հետ, թե այս տոնը շարունակողների հետ, մեզ համար էլ է շատ կարևոր, որովհետև Սայեդ Նովան հայերի համար շատ մեծ աշուղ, մեծ երգիչ է ու ես նույնիսկ կազմակերպիչների հետ խոսեցի, որ կարող ենք միայն Թբիլիսիի քաղաքապետարանը, չէ, նաև Երևանի քաղաքապետարանը իր մասնակցությունը ունենա։ Հիմա նախարարությունն է ֆինանսավորում, մեր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է, բայց կարելի է քաղաքապետարաններով իրար հետ համատեղ այս տոնը կազմակերպել, որովհետեւ Թումանյանը դրել է հիմքերը ու կարծում եմ շատ գեղեցիկ ավանդույթ կլինի, թե նորարարություններ փորձենք անել, Սայեդ Նովայի գործերը, որովհետև այսօր երգում են, նվագում են տարբեր ֆորմատներով եւ եկող սերունդը ավելի հետաքրքրությամբ կնայի, թե վիզուալ առումով փոփոխություններ կարելի անել, թե ստեղծագործական։
Երաժշտական եւ բարային կատարումներով տոնական մթնոլորտ ստեղծեցին Հայարտուն կենտրոնի դուդուկահարները եւ մեներգիչները։ Վարդատոնը կազմակերպվել է Վիրահայերի միություն հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան, Վիրահայոց թեմի, Թբիլիսի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի, ինչպես նաեւ Թբիլիսի քաղաքապետարանի եւ Սակրեբուլոյի աջակցությամբ։